Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սույն թվականի նոյեմբերի 17-ին նիստի արդյունքներով հանձնաժողովը ընդունեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին որոշումը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԵՑ-ը։ Համաձայն գործող իրավակարգավորումների մինչև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցման ուղղված օրենսդրությամբ նախատեսված գործընթացների ավարտը ընկերությունը գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող ժամանակավոր կառավարչի կառավարման ներքո շարունակելու է իր բնականոն գործունեությունը իրականացնելով էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայով վերապահված գործառույթներն ու ապահովելով դրանց շրջանակում նախատեսվող դրամական հոսքերի անընդհատություն, այդ թվում ստանձված պարտավորությունների ժամանակին եւ ամբողջական կատարումը։ Մասնավորապես վերօգրյալի համատեքստում բացի ընկերության ունեցած պարտավորությունների ընթացիկ մարումներից ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո իրականացվել է ավելի քան $20 միլիոն չափով վարկային պարտավորության մայր գումարի վաղաժամկետ մարում։